Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մինչև Ադրբեջանի պատգամավորը Միլի Մեջլիսում հայտարարում էր, թե նախքան Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրությունները հայ-ադրբեջանական նախախաղաղության թուղթը կարող է վերջնական դառնալ պայմանով, որ մեր երկիրը կպարտավորվի փոփոխվող սահմանադրությունում բացառել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այսինքն ըստ էության մայր օրենքի նախաբանում երրորդ հանրապետության անկախության հռչակագրին հղում անելուց հրաժարվել, ինչպես տևական ժամանակ պնդում են, Երևանում արդեն վերսկսել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը եւ արդարադատության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ այսուհետև դրանք լինելու են շաբաթական պարբերականությամբ։ Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Սկզբում մինչև ընտրություններ, հետո արդեն կոնկրետ ժամկետ մարտին մեր նոր մայր օրենքի տեսքը պետք է պատրաստ լինի։ Մինչև մարտ 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կհասցնի արդյոք գործը ավարտին հասցնել։ Կազմում տարբեր են տպավորությունները, վերլուծությունները, եթե խորհրդի անդամներից մեկը կասկած նույնիսկ չունի, ոչ, չեն հասցնելու, որովհետև գլուխներ կան, որոնք դեռևս ընդհանրապես քննարկման չեն առել, ապա մեծ զրույցում խմբում քաղաքասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոնիսյանը նշում է, որ միանշանակ պատասխան տալ չի կարող։ Ես չեմ բացառի, բայց նաև վստահությամբ չեմ ասի, որ կհասցնենք, որտեղ շատ ամբիցիոզ ժամկետ է, մենք մի ամսից կլրանա 6 տարին ինչ աշխատում ենք այս process-ի վրա եւ հաշվի առնելով այն տեմպը եւ տանդաղությունը, որ եղել է 6 տարում, ես մի քիչ սկեպտիկ եմ, որ 2 ամսում մենք գործը ավարտին հասցնենք, բայց նաև չեմ բացառի Սահմանադրության նախաբանում պահել թե հրաժարվել անկախության հռչակագրին հղում անելը։ Այս հարցին մայր օրենքի բարեփոխումների խորհուրդը դեռ չի հասել, չի քննարկել։ Այստեղ հիշենք նաև, որ նախորդ տարեվերջին, երբ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը արդարադատության նախարարությունից տեղափոխել էին կառավարություն եւ այն նախարար Գալյանի փոխարեն գլխավորում էր վարչապետը, հռչակագրի հարցը շրջանցել էին, թե պետ կառավարության ղեկավարը ավելի վաղ այս թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է։ Նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Հռչակագրին հղում անելուց հրաժարվել չհրաժարվելու մասին ինչ կարծիք ունեն սահմանադրությունը բարեփոխող խորհրդի անդամները։ Իոնիսյանն ասում է, չի կիսում այս տեսակետը, թե նախաբանում տեղ գտած հղումը վնասում է կամ կարող է վնասել խաղաղության գործընթացին։ Այսուհանդերձ նրա ձևակերպամ սահմանադրության մեջ այն դեկլարատիվ է։ Սահմանադրության մեջ շատ ավելի կարևոր են նորմերը, որոնք իրավական ուժ ունեն եւ որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ օրինակ հակակոռուպցիոն մարմինների անկախության երաշխիքները սահմանադրությունում ամրագրվեն, քան թե որևիցե դրույթ, որը դեկլարատիվ բնույթ ունի։ Եթե հարցը դրվի քվեարկության, դուք ինչպես կքվեարկեք։ Դժվար է ասել, բայց ես չեմ բացառում, որ ձեռնպահ քվեարկեմ խաղաղությունը որպես պետության նպատակների երաշխիք, կարելի է ֆիքսել ոչ թե անկախության հռչակագրի հղումը հանելով, այլ որևիցե այլ ձևով։ Ես դեմ եմ Ալիևի հրահանգները կատարելուն եւ ես գտնում եմ, որ նախաբանը ոչ մի իր մեջ պահանջ չի պարունակում տարածքային ամբողջականության վերաբերյալ հարևան որևէ երկրի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում արտախորհրդարանական ուժ ներկայացնող Էդմոն Մարուկյանը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրա խոսքով միևնույն է առաջիկա ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող սահմանադրությամբ, սուպեր վարչապետական կարգով։ Սպասում է խորհրդի օրակարգ գա հենց հռչակագրի հարցը։ Որ այդ հարցը չեն քննարկում իրենք, ասում են այդ հարցը չենք քննարկում, դա չկա նման հարց։ Ինչ դիրքորոշում ունի արդարադատության նախարարությունը, հիշեցնենք, երբ լրագրողները Գալյանին հարցրել էին, թե ինչպես է լուծվելու անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը, նա այնուամենայնիվ նշել է, թե պետք է սպասել խորհրդի որոշմանը։ Լայն բացվածքով եւս մեկ խոշոր քայլ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի Կովկասում առաջնորդ ինքնահռչակված Ալիևը այս անգամ էլ Թուրքիայի հորդորով եւ աջակցությամբ որոշել է փոխել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը, որտեղ նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով։ Միլի մեջլիսական падգամավորները քննարկում են հանել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակ են առաջարկում ադրբեջանցիները, ուզում են, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դառնա Ադրբեջանի անբաժանելի մասը։
Մոսկվայի պայմանագրի չեղարկումը երրորդ կետի հանգամանքը կար Նախճիվանի վերաբերյալ, որտեղ թուրքական կողմը պահանջում էր, որպեսզի նա ունենար ինքնավարություն։ Հիմա այդ ինքնավարության հանգամանքը դուրս է գալիս եւ ուղղակի դառնում է Ադրբեջանի տարածք։ Դրա նաև գլոբալ համատեքստը կա, որը կարող է նաև ռետրոսպեկտիվ էֆեկտ ունենալ հենց Ադրբեջանի համար, որտեղ տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոն ըստ էության հենց 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով էր պայմանավորված։ Հիմա եթե տարածաշրջանի պետությունները հրաժարվում են 1921 թվականին հաստատված ստատուս քվոից, ապա նոր ստատուս քվո հաստատելու համար պետք է ժամանակ եւ ռեսուրսներ։ Պատմական մեկ ակնարկ պատմաբանից 1924-ին ստեղծված Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ինքնավարություն էր նաև հայերի համար եւ պատահական չէ, որ Նախիջևանի հանրապետության դրոշի վրա բացի ռուսերենից ու ադրբեջաներենից գրված է նաև հայերեն։ Դա ինքնավարություն է նաև հայերի համար։ Եթե դա վերանում է այդ ինքնավարությունը, Թուրքիան տալիս է իր համաձայնությունը, ըստ երևույթին Ռուսաստանին էլ բանի տեղ չեն դնում եւ հարցը փակվում է, դառնում է ուղղակի զուտ տարածք։ Տարածաշրջանի երկրները որոշել են, որ տարածաշրջանի հարցերը բացառապես լուծվելու են այս տարածաշրջանում եւ Ռուսաստանը հատկապես պետք է տարածաշրջանային հարցերին միջամտելու հնարավորություն չունենա։ 1921-ի Մոսկվայի պայմանագրի երրորդ կետի համաձայն Ադրբեջանը Թուրքիայից ստացավ Նախիջևանը, պայմանով, որ այն երրորդ կողմին զիջելու իրավունք չուներ։ Այս դեպքում երրորդ կողմը ոչ միայն Ռուսաստանն էր, այլ նաև Իրանը։ Սա արված է նաև Իրանի դեմ, որտեղ վերջերս Իրանը մի քանի անգամ տարբեր մակարդակներով հայտարարեց, թե եթե Ռուսաստանը հրաժարվում է Նախճիվանից, մենք Նախճիվանը հանձնել ենք իրեն Թուրքմենչայի հաշտության պայմանագրով։ Ուրեմն մենք էլ կվերադարձնենք Նախճիվանը, այնպես որ Ադրբեջանը որևէ փորձ չկատարի այն փոխանցելու Թուրքիային։ Ընթացքում հետևողականորեն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձել են նաև սահմանափակել Նախիջևանի հետ կապված բոլոր հնարավոր ինքնավարության դրսևորման ձևերը։ Ալիևի Նախիջևանի ինքնավարության դե ֆակտո վերացման ճանապարհով գնալը ըստ փորձագետ վերլուծաբանների ուղիղ կապ ունի նաև Արցախի հետ։ Կրտսեր Ալիևը այդ կերպ վերացնում է ապագայում ինքնավարության որևէ կարգավիճակի քննարկումը։ Հասել են այն համաձայնության, որ Հայաստանը եւս փաստացի հրաժարվում է Արցախից, բնականաբար լիարժեքորեն նաև Արցախի նկատմամբ իր իրավունքը հաստատելու քայլ է նշանակում եւ մեկ քայլ էլ ավել կապված արդեն Նախճիվանի հետ։ Առաջին քայլով նրանք ստեղծեցին այսպես տնտեսական գոտիներ, Ադրբեջանի տարածքը բաժանեցին տնտեսական գոտիների կամ շրջանների, որտեղ այլևս ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն ուղղակի գոյություն չունեցավ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը այս անգամ էլ շահեկան դիրքերում հայտնվեց օգտվելով տարածաշրջանում լարված իրավիճակից։ Իրանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարցով թաղված է միջև ծնկները։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմն էլ անորոշ ձգվածություն ունի։ Չնայած ըստ փորձագետ վերլուծաբանների վերջին տարիների Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է դարձել։ Հայաստանի հյուսիսային հարևանն ու դաշնակիցը ըստ քաղաքագետների հայտնվել է զիջողական դիրքերում եւ դժվար թե Ադրբեջանի վերջին սրընթաց որոշումներին կարողանա էական հակազդեցություն ունենալ։ Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից փաստացի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը իր հերթին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի հանձնման մրցանակաբաշխության ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ նշել է, որ ավելի քան 30 տարի պատերազմից հետո այժմ տարածաշրջանը ապրում է խաղաղության փուլում։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, դա հատուկ զգացողություն է, նշել է Ալիևը։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումն ապահովող Սյունիքի ամերիկյան ճանապարհը Թրիփը կկառուցի հայ-ամերիկյան ստեղծվելիք ընկերությունը, որտեղ Հայաստանն ունենալու է 26, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% մասնաբաժին։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ըստ նրա, այս պահին Թրամփի պատվին անվանակոչված խաղաղության եւ բարգավաճման երթուղու ծրագրի հետ կապված ռիսկեր չկան, լինելու դեպքում կկառավարվեն։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի տրանսպորտային ռազմավարության եւ ապաշրջապատման տրամաբանության մեջ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատելով Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Դուք տեղյակ եք, որ դրա հետ պայմանավորված նաեւ ուրեմն կազմակերպություն է հիմնվել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ունեն մասնաբաժիններ
եւ այդ կազմակերպությունը առաջիկայում շարունակելու է աշխատանքը թրիփի իրագործման, այդ թվում նաեւ բուն շինարարական աշխատանքների մասով։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն, մոտ 15900 տոննա հացահատիկ։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության փակման որոշումը հարգվել է, սակայն Բաքվի հետ երկխոսությունն ու գործակցությունը շարունակվում են, հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ Նրա խոսքով պահպանվել է շփումը միջազգային մարդասիրական իրավունքով եւ պաշտպանված անձանց հարցերով, իսկ դեկտեմբերի 24-ին եւ 25-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հնարավորություն է ստացել այցելել Ադրբեջանում պահվող հայերին։ Մարեն նշել է, որ երկխոսությունը շարունակվում է Ժնևի գլխավոր գրասենյակի մակարդակով եւ հույս հայտնել, որ այն կներառի նաեւ անհետ կորած անձանց խնդիրը։ Դատախազության կողմից 2025 թվականին պետության համայնքի սեփականության իրավունք է վերականգնվել։ Պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ եւ հողատարածքներ։ Պետության եւ համայնքային հողերը հնարավոր է, որ այլևս չփոխանցվի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով։ Հայաստանի հողային օրենսգրքում փոփոխությունների նախագծով, որը ներկայացվել է խորհրդարան, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն հոդվածը, ըստ որի թույլատրվում էր եկեղեցուն փոխանցել հողատարածքներ սեփականության իրավունքով։ Գործադիրը բացատրում է, օրենսգրքում արդեն կա մեկ այլ հոդված, որը հնարավորություն է տալիս անհատույց փոխանցել եկեղեցուն նման հողատարածքներ, այսինքն օրենսդրությունից հանվում է միայն սեփականության իրավունքով եզրույթը։ Խորհրդարանի որոշ պատգամավորներ սակայն կասկածներ են հայտնել, որ փոփոխության իրական նպատակը տեղափոխվում է եկեղեցու շուրջ վերջին շրջանում սկիզբ առած պրոցեսների համատեքստում։ Մինչև հիմա այդ կարգը ինչն է խանգարել, ինչ խոչընդոտներ է ստեղծել, չի բերելու այն մեծ իրավիճակին, որ վերջնարդյունքում հայ առաքելական Սուրբ եկեղեցուց հողեր վերցնելու, ասենք խող խլելու։ Որևէ միտում չկա սեփականության իրավունքը սահմանափակելու կամ ինչ-որ գույքեր հետ վերցնելու, ուղղակի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ինստիտուտը ցանկանում ենք այս փառագամքի առել զուտ պետական սեփականությունը նպատակային ծառայեցնելու համար։ Անհատույց օգտագործման եւ սեփականության իրավունքի տեսակը տարանջատ է։ Եթե ավելորդ է, երկուսից մեկը պետք է հանվի։ Առաջարկում եմ հանել ոչ թե 64-ի 1-2-ը, այլ հանել 75 հոդվածով այն օրենսգրքի եւ ամեն ինչ կգնի տեղի։ Հիմա տոկություններ փարատվի, կարծում եմ մնացածին էլ։ Քննչական կոմիտեն հետաքննում է արտասահմանում գործող ահռելի փողերի լվացման եւ համակարգչային հափշտակության դեպքը առնվազն 410 միլիոն 853 հազար դրամի վնասի չափով։ Հանցավորները օգտագործել են կեղծ ներդրումային կայքեր եւ ստացված բանկային տվյալներ գումարներ հափշտակելու համար։ Միանդամի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, նախաքննությունը շարունակվում է։ Ամանորից հետո փոխարժեքի կուրսը դրամի նկատմամբ անընդհատ տատանվում է հաճախակի դեպի ներքև։ Հանգստյան օրերին $1 վաճառվում էր 379-ից 380 դրամով։ Եվրոն եւ ռուսականը հակառակը ավելի են ամրապնդում իրենց դիրքերը։ Դոլարի կուրսի նվազումը ըստ տնտեսագետների հայաստանյան շուկայում ամերիկյան փողի ավելի մեծ առաջարկով է պայմանավորված։ Արտարժույթի հոսքերն ու առաջարկը ֆինանսական շուկա այնքան մեծ են, որ բերել են փոխարժեքի նվազման։ Դրան զուգահեռ երկրի գլխավոր դրամատունը շուկայի փոխարժեք է գնում, ինչը նաև առևտրային բանկերի առաջարկը զսպելու եւ անհավասարակշիռ իրավիճակը հարթելու նպատակ ունի։ Փոխարժեքի տատանումը դեպի ներքև կարող է ռիսկային լինել, հիմնականում արտահանողներ տնտեսվարողների համար։ Եվ նայենք բանկերի գործառույթները, տեսնում ենք հիմնականում, որ բանկերը ավելի շատ ռուբլի են գնում եւ դոլար վաճառում են եւ արդյունքում նաեւ իրենց դիրքերն է երկարում եւ այս պայմաններում բնականաբար դոլարի փոխարժեքը պիտի նվազի։ Այստեղ նաեւ արտահանողները խնդիր ունեն, որ չեն կարողանում կառավարել իրենց արտարժութային ռիսկերը, որտեղ կան ֆինանսական շուկայում տարբեր գործիքներ, որոնցով իրենք կարողանային իրենց ռիսկերը կոնե ինչ-որ չափով կառավարելի դարձնել, արտահանողներն էլ ժամանակ ունեն որոշակի կարգավորել։
Փետրվարի 4-ին Ողջաբերդ բնակավայրի առաջին փողոցում բախվել են 37-ամյա Սպարտակի Կիյան ու 54-ամյա Ռաֆիկի Օփելը։ Բախման հետևանքով Կիյան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հողամասում, Օփելի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Գառնու բժշկական ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Այդ ծառին բարեկները սահմանազատել են տարածքը վթարի մասին։ Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին։ Փետրվարի 4-ին Մայրաքաղաքում Խանջան 19 հասցեի մոտ բախվել են 32-ամյա Էդուարդի Նիսսանը, 57-ամյա Խաշակի Տոյոտան, 66-ամյա Սլավիկի Լեքսուսը եւ 44-ամյա Հակոբի ՎԱԶ 2121-ը։ Երկու հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ժամանել են հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Պարզվել է, որ Նիսսանի վարորդը եղել է ոչ ստավ, վարորդական իրավունքի վկայականն էլ չի ունեցել։